Բարի գալուստ էպիզոդ 54, սե սպորը։ Մենք եկանք Սան Ֆրանցիսկո, տեսնեմ ինչ կոնկրետ բիզնես արդյունքների ա բերելու։ Երբ որ in-person հանդիպում են, դիք էներգիա հավեսա, մեկ էլ ասում, օ, այս բանը կարենք իրար տանենք, բայց բաները վաղ տնցնում։ Մեր մոտ է նկատած կլինեք Հայաստանում ոնց որ մարդիկ շատ ավելի long term են commit լինում company-ին։ Այդ կարգի ագրեսիվ ֆիրմա երևի մենակ օփնի է, հա։ Միշտ ոնց որ super power-ն է եղել։ Բայց $1 միլիարդ մեջ հələ N%-ն չեք հասել։ Այս Discord-ը դե gaming-ում էր սկսել, ասեցին դե մենք հիմա գնալու ենք all consumer ու գնացին ահավոր fail արեցին այդ Playbook-ը Silicon Valley է եղել historical էլի։ Նախ շնորհավոր վերջերս text to speech տեխնոլոգիա launch արեցիք։ Անվերջ ինչքան ուզենք տարբեր վերտիկալներ ձեների տեսակներ կարող ստանանք։ I will follow. Գինը իրոք շատ մեծ թեմա է, չեմ հասկանում ոնց կարա text to speech-ի գինը այդքան թանկ լինի։ Կարանք շատ significantly ցածր գնով ոնց որ տանք ու still margin-ները շատ մեծ լինեն։ Արդուզ մեր գրոք 3-ից չէ՞ մի քիչ խոսայի ոնց որ Ամենավերջի հայանքներով խոսում եմ ոնց որ։ Հետո ասում ես ուզում եմ էրոտիկայից խոսած, ասում եմ էրոտիկայից հետո խոսում։ Любой բան, ոչ մի սահմանափակում չկա։ Ինձ թվում է հիմա Elon-ը ինչ ուզի կարա անի։ Ասում ես օրինակ հայրը չէ աշխարհը ղեկավարը ասում է հայեր կե ասում է հայերը ամենտեղ մտածեն Հոլիվուդում, Սենատում, ասում է System of a Down-ում մի հատ ստեղակա անը Սերժ Թանկյանը, ստաղիրա ձերի գործնա, դիք արգումենտները շատ հավեստ է։ Բարեձեզ, բարի գալուստ էպիզոդ 54 այսօր երեքով ենք սե սպորը Դուք որտե՞ղ եք տղեկ արդու հետ գնացիր Երևան ես հիմա արդեն Երևան այսօր եմ եկել։ Ոնց էր Mobile World Congress-ը Դա էր շատ բիզի էր ահավոր շատ քանակի մարդ կար ես 21-ին է վերջին անգամ եղել COVID-ից հետո այն ժամանակ մարդ չկար 22-ին հիմա տենց էլ լրիվ հետ է եկել մեծ կամպանիաները տենց հզոր տաղավարներ ունեին հետաքրքիր է այդ scale-ը էլի ասենք ոնց որ երևի մի 100,000 քառակուսի կամ 150,000 քառակուսի տարածք կա շատ մեծ տաղավարներով բանով ու այդ կամպանիաները միլիոններ են ծախսում մտա իրենց պրոդուկտները ներկայացնելու համար Ես Հայաստանի տաղավարումներ ոնց որ նախարարություններ կազմակերպել իրանց այցելեցի ոնց որ եկաների համար նախատեսած առանձին տեղ կա ու այդտեղ տարածք էին վերցրել տենց դեսքերով հայկական ստարտափները մի 10 հատ նստած էր դեր հետաքրքիր բայց կոնկրետ ես գնացել եմ նոր բաներ սովորելու նոր տեխնոլոգիաներ իմանալու այդ առումով ահագին բաներ տենց անիմաստեր որտեղ հիմա ամեն ինչ on-line է դառը 5 տարի 6 տարի առաջ լիքը բան ուշ էր դառնում on-line հիմա մի օր շուտ է դառնում դա մեր երևի այդ նպատակով չարժի ժամանակ ծախսել եթե կոնկրետ product կա ծախելու կամ առնելու արժ գնալ մնացած դեպքերում ըստ մա ահագին ժամանակի կորուստ է Թեման կասես ինչ է, թիմը mobile ավելի շատ է հենց, թե вообще անունն է տենց ուղղակի։ Անունն է տենց, իսկ սկզբանե եղել է ոնց որ հեռախոսների, տելեկոմների շուրջ, հիմա էլ ասենք հիմնական topic-ները, չգիտեմ, օրինակ Honor ֆիրմայի նոր հեռախոսներ ու այդ VR ակնոցները, այս 5G տեխնոլոգիան է արդեն գալի, դրա թեմայով կար AI-ը ոնց է տրանսֆորմացնում enterprise-ը այդ թեմայով լիքը բան կար, լիքը հավես ստարտափներ կային, բայց շատ լայն է, էլի։ Ծախ տեքը կա ոնց որ կարելի է ասել, 70% hardware, 30%-ով software։ Այս երբեք չեմ եղել մտեղ, բայց ինքը տելեկոմի, չէ, այդ իրոք այդ 5G-ների, 4G-ների launch անելու տեղն է եղել հեռախոսների։ Հետաքրքիր է։ Հիմա online-վել է ավելի։ Вообще մեծ կոնֆերանսները ոնց է էլի փոխվելու։ Չնայած չի փոխվում, ասենք մեր ոլորտում էլ, ասենք ինքը որպես expo, որպես բիզնես անելու տեղ մեկա մնալու է, բայց այսինքն եթե այտենց ուղղակի գնում ես նոր technology տեսնես որպես consumer ու որպես ոչ vertical, հա, ոնց որ դժվար թե այտենց մեծանա էլ իմաստ չկա։ Իրոք ամեն ինչ online Twitter-ում ամեն ինչ հիմա news-ը էլ է, դա գալիս է այդտեղ։ Cool, Երեցան Երևանում ես դու։ Երևանում եմ։ Մենք եկանք Սան Ֆրանցիսկո, ոնց որ պլանավորել էի, ոնց ասենք մի երկու անգամ է խոսացել ենք դրա մասին, տենց ընտանիքով երեխեքով եկանք մի ամսով ու ոնց որ տեստս էնա, որ տեսնեմ ստեղ լինելը մի ամիս կամ քիչ ավել նույնիսկ։
ինչ կոնկրետ բիզնես արդյունքների է բերելու էքսպերիմենտ է, էլի։ Այսինքն մի բանա որ գաս, չգիտեմ, 2 շաբաթով հետո հետ գնաս, տենց quarterly գաս, մի բանա մի քիչ ավելի երկար գաս ու այդ այն գաղափար որ դու ստեղ ես ու մարդիկ գիտեն որ դու ստեղ ես ու քեզ կանչում են ինչ-որ բաների կամ դու ոնց որ մեկին գրում ես ասում ես արի connect լինենք, խոսանք, միանգամից ասում է հա, տեսնեմ դրա ռեալ արդյունքը ինչպիսին է, էլի։ Տենց մի շաբաթ է ստեղ ենք, բայց ոնց որ արդեն ռեալ արդյունքներ կա։ Ունեք մի հատ բան ասեմ, շատ հետաքրքիր է, մի հատ partner ունենք, տենց մեծ, միշտ կապի մեջ ենք իրանց հետ եղել, բայց ոչ ես էլի, տենց ոնց որ մեր թիմից։ Տենց գրեցի CTO-ին, ասում քաղաքում լինելու, եթե բան ունես, հավեսում ես հանդիպենք, 6 տարի չենք հանդիպել։ Հա, ասեց արի բան, տենց գնացի ու միանգամից այնպես բաներ սկսեցինք խոսալ։ Ինքը էլի ես տենց մեծ աջենդա չունեի։ Ասած սենց անենք, սենց մեծացնենք եւ այն ու հիմա այդ ընթացքում է, ու տենց կարա լուրջ հետևանքներ ունենա, որը որ հետաքրքիր չէր կարա լիներ, էլի ասին։ Կարա ուղղակի թայմինգն է, դա էլ է շատ հնարավոր, ուղղակի թայմինգը համընկել է, բայց տենց շատ impressive էր այդ բանը, որ չգիտեմ, արդյոք այդ նրանից էր, որ ասենք որ ping չանայի, էլի, չասեի արի ոնց որ հանդիպենք in person, արդյոք այդ խոսակցությունը вообще կլներ թե չէ։ Շատ հետաքրքիր է դա։ Ստացվում չէ լինի, որտեվ Zoom-ը տենց ընդհանուր անհետաքրքիր է մարդկանց տղաճա, տենց երբ որ in person հանդիպում են, դիք էներգիա կա, հավես է, տենց նայում են ոգևորում են մեկը մյուսով, որը Zoom-ով չի լինում, էլի, ու մեկ էլ ասում է, օ, այս բանը կարենք իրար տանենք, տես մեծ բաները վաղ տնցվում։ Դա իրականությունը։ Հետո մի հատ բան գնացի, այս ուրեմն դե voice AI-ը մեր թեման է, մեր բոլորի թեման է, բոլորով էլ voice AI-ում ենք ու այստեղ հիմա շատ մեծ ինչ-որ community է էլի ստեղծվում հենց Սան Ֆրանցիսկոյում voice AI-ի շուրջ ու մի հատ meetup էր, գնացի այդ meetup-ին, այդ VAP-ի կա, VAP-ի կարող լսել եք VAP-ի ընկերություն կա, իրանք այդպես ավոր խզարում են հիմա, Twilio են էլի սարքում, բայց voice AI-ի համար, այսինքն այդ voice-ով խոսացող AI agent-ների համար Twilio են սարքում հենց ու տենց շում են որ post էին արել մի 100,000 plus developer-ներ ունեն արդեն իրանց պլատֆորմի վրա, իրանց օֆիսում էր այդ meetup-ը, տենց մի 50 հոգի մարդ էր եկել, ինչ ասես սարքում են էլի, տենց ոնց որ առաջի անգամ ես գտնվում էի մի հատ տենց նոր զարգացող շուկայի and early adapter-ների տենց շրջանակում էի գտնվում ու այդ տենց որ տեսնում ես էլի ոնց է ինչ-որ բանը սկսում, ոնց է ինչ-որ ասենք ինչ-որ խումբ entrepreneurial mindset-ով մարդկանց գալիս, սկսում է սարքել պրոբլեմները ինչպիսին են այնտեղ, ոնց են հատատ այդ պրոբլեմները լուծելով շուկա ստեղծում, այդ զգացումներ մոտս շատ հետաքրքիր է, ոնց որ այդ առումով է էլի, որ եթե ինչ-որ նոր բան է, նորություն է, այդ շատ ստեղ է լինում, էլի, ու ասենք եթե դու այդ early-ը դրա մեջ ես, շատ ավելի մեծ բաների ես access ստանում, քան թե որ այդտեղ չես, ու լիքը բաներ կարաս միս անես։ Դա հələ որ երկու բանն է, ոնց որ insight-ներն է։ 20VC այդ բանին podcast-ին գնացել Lovable founder-ը, տենց ոնց որ արդեն 20 միլիոն ARR են հասել 4-5 ամսվա ընթացքում ու շաբաթը 2 միլիոն ոնց որ ավելացնում են։ Ու վերնագիրն էր որ Եվրոպայի ամենաարագաճող ստարտափը, տենց է ոնց որ ձևակերպել։ Ինքն էր այդ նույն բաները ասում, ասում էր ոնց որ Սան Ֆրանցիսկոյում լիքը բան է կատարվում ու շատ դժվար է իր դեպքում Bolt-ի դեմ մրցակցել։ Բայց մյուս կողմից էլ ասում էր arbitrage կա, գների տարբերություն կա Սան Ֆրանցիսկոյի Եվրոպայի միջև ու լիքը չօգտագործված տաղանդ կա Եվրոպայում, որովհետեւ կանած լավ օգտագործես, դա կարա քեզ advantage տա, էլի։ Այսինքն իդեալական աշխարհում այնպես կլինի որ թիմի մի կեսը երևի կլինի Սան Ֆրանցիսկոյում, մյուս կեսը Եվրոպայում ու founder-ները մի մասն են այնտեղ ուստեղ, դա կարող է եւ ամենաիդեալական setup-ն է, էլի, որ համ նրանից օգտվես, համ նրանից օգտվես։ Ինչ եք կարծում։ Ինքը ասում եմ դա դաժե որ մենք underdog ենք ոնց որ էլի իրականում ու մի տեսակ նաև underdog լինելը էներգիա է տալի, որ ապացուցես որ կարաս underdog լինելը օրինակ Եվրոպայում լինել մեծ բան սարքես ու talent-ի հետ կապված այս 20VC podcast-ների մեջ էլի շատ կան founder-ներ որ Եվրոպայից են ոնց որ այդ raw տաղանդը
ոնց որ Ամերիկայում նաև ինչն է հենց hiring-ի հետ կապված, որ ահա որ շատ են, հա, այդ ոնց որ job-ից job գնացողներ այնքան մեծ է ամեն ինչ, ու տենց 2 տարին մեկ գործ փոխել եւ այլն, ու այդ mercenary-ները ավելի շատ են էլի, քան missionary-ները։ Իսկ Եվրոպայում հələ ոնց որ այն պիրուդն է, որ լիքը տենց մարդիկ կան, որ իրանք ավելի շատ ոնց որ loyal missionary են, որտեղ հələ այդ ամեն ինչ չի սկսե ինչ որ արդեն կա US-ում, ու դրա համար երկար են ավելի մնում company-ներում, մեր մոտ է նկատած կլինեք Հայաստանում, ոնց որ մարդիկ շատ ավելի long term են commit լինում company-ին ու vision-ին, այդ US-ում ահագին բարդ է։ Մենակ այդ angle-ն է, էլի, բայց founder-ի համար, CEO-ի համար ինքն է հաստատ lovable founder-ը, լավ travel անում, գնում է SF, կապեր ձեռքաբերում, հասկանում է GTM-ի մասով եւ այլն։ Մեկը մի քիչ այդ պատմությունները էլի, դրա մասին շատ ենք խոսացել, որ չգիտեմ, մի 2 ամսում revenue-ին են հասել, հա, ոնց որ տենց ա եղել, մի քանի ամսում հասել են 20 միլիոնի, բայց այդ երկար տարիների տենց պատմություն է, ոնց են եկել, դե ոնց են հասել, ոնց որ մի հատ company են fail չեն արել, կամ կա company-ն, բայց ինքը դուրս է եկել որպես CEO, բայց այդ սա ոնց continuity է, իրական մտեղ էլա 8 տարում, հիմա ոնց որ սա հասկացել են ու սկսել են ոնց որ այդ revenue-ն արագ աշխատել էլի, թե չէ՞ տենց պատմությունը մենակ այդ կետից է, որ accelerate ալու, նստվածը ոնց որ նստեցին մի շաբաթում մի բան սարքին ու ոնց թռավ էլի։ Դա գիտենք իհարկե, it's way sense AI-ի wave-ն է, կոնկրետ coding-ի, չէ՞, նույն այդ bold-ի պատմությունն է, ու տենց լիքը բան են արել, pivot-ներով եկել են ու տենց մեկ էլ մեծ ճիշտ բանի վրա են նստել, բայց այդտեղ հարցը ուրիշ է, օրինակ Արգեն, ասենք քո ասացին, հիմա ես մտածում եմ, որ տենց ոնց որ մյուս side effect-ը Սան Ֆրանցիսկոյում լինելու իմ համար ամեն դեպքում այն է, որ ոնց որ over շատ պոտենցիալ եմ տեսնում բիզնեսի, ասենք որ գալիս ես տեսնում ես ուրիշները ինչ են անում, ու այդ իրական որ արդարության համար պետք է ասեմ, որ timing-ը Crispy համար լավն է, ուրիշ է, ասենք մի տարի առաջ եթե ես գա այստեղ նույն բանով չէի ոնց որ նույն մտքերին չէի գա, հիմա ուղղակի ոնց որ մենք մեր տարբեր տեխնոլոգիաներ են բաներ են պատրաստվածության են հասել, որ լիքը value կարան ստեղծեն, հիմա հարցն է դու ոնց դրա շուրջ ինֆրաստրուկտուրա սարքես, որ մեծացնես հա դրա ոնց որ էֆեկտը, դա կա էլի հաստատ, ոնց որ ասենք միշտ չի իմացած է ճիշտ, մեր դեպքում է ճիշտ ինձ թվում է, բայց այդ ոնց որ գալիս նայում եմ թե ինչեր են անում ու ինչ ոնց որ ավելի լավ է այդ պոտենցիալը տեսնում, որովհետև այդ ուղղակի փոքր խոսակցություններ այլի բացվում, ասենք գնում ես voice meetup, մտածում ես հալավ ինչ պետք է սովորես, որոց բաղագին բան գիտես, ինչ որ մեկը ինչ որ մի հատ բան է ասում, ասենք OpenAI-ից ինչ որ մեկը բան է խոսում, բայց կապ չունեցող մի հատ ինձ բան է ասում, ու այդ sense ինչ որ բան է կոմոդ trigger անում, կողերում, ասում ես մի րոպե, այս մեր վրա ոնց կարա reply լիներ, ու նոր իդեաներ են գալիս, պրոստը անհնար է էլի Հայաստանում, ոնց որ չկա այդ Այդ ուրիշ challenge անը, ասենք մենք լիքը product-ներ ունենք, այսօր դրա մասն եմ մտածում էլի, ու ասենք մի հատ product որ վերցնենք, այդ product-ը, չեմ meeting assistant-ը վերցնենք, այդ product-ը SMB market-ում, ասենք կարող շուկան մի քանի միլիարդ է, ու հələ 200 միլիոն է ծախված, ու կարելի է տես ֆոկուս լինել, տես GTM-ը խզայել, product-ը անհատալ լավացնել, կլիենտները անհատալ խոսալ, սովորել, էլի լավացնել ու էլի ծախել։ Ու տես հասնել մեծ կամպանիա սարքել, չէ՞։ Դա ոնց որ մյուս ճամփեն է, ու երևի տես բիզնեսների շատ մեծ մասը տես են անում, դա չէ Սան Ֆրանցիսկոյում էլի։ Այսինքն մեծամասնություն, չէ՞։ Հա, կարող opportunity կա մեր համար, որտեղ մենք տես ահագին տեխնոլոգի ունենք սարքած, դա համար մեծերը մեզնով հետաքրված են partnership-ի տեսանկյունից, բայց լիքը կամպանիաները պրոստը պետք է տես գլուխները կար իտերատիվ բան են աշխատեն։ Այսօր Գերասիատ է խոսում, is it the market, տես վաղուց գործ հետ կապված չենք խորացել իրար հետ, իրանց sales-ի reseller-ների մասն էր պատմում, շատ impressive է, տես այդ մասոցներ էլի ոնց որ տղեն անում։ 5 տարի գլուխը կախ անընդհատ ոնց որ sales engine-ը, product-ը, marketing engine-ը հալավացնում, ու տես But timing them ki çok tele darla şat laf business ali u ara gaço şat ara gaço. What is tamamen amnelar campene ali. So partnership era şat leverage emeznen WordPress content man core հնարավորություն ali. Դա մի քանի բան կա, մեկը այն է, որ ոնց որ ստանդարտ advice-ը միշտ է եղել, չէ՞ որ պետքա focus լինես,
մենք այս վերջերս տեսնում ենք ընկերություններ, որոնք ոնց որ այդ լրիվ հակառակն են դրան։ Օրինակ 11 Labs-ը քննարկել ենք էլի մի անգամ, դրա այնպես վառ օրինակն է, որ իրանք վերցրել են ամեն ինչ անում են, ես չեմ հասկանում, այդ ինչ է անում այդ կան։ Ոչ մեկ չի հասկանում այդ ընկերությանը, բայց իրանք համ consumer app-եր են սարքում, համ text to speech ամենահզոր API ունեն աշխարհի, համ speech to text launch արեցին նոր, այսինքն անընդհատ sense այդքան այդ կարգի ագրեսիվ ֆիրմա երևի մենակ OpenAI է, որ ոնց որ էլի ամեն ինչ անում է, իրանք էլ են ամեն ինչ անում, ու տենց ես ոնց որ եկել եմ նրան, որ все-таки տենց բան չկա էլի մի հատ կոստյում չկա, այսպես ասած, ստարտափների համար շատ ամեն մեկի ճանապարհը շատ ունիկալ է, էլի ոնց որ ասենք մեր դեպքում հիմա 3 հատ բիզնես լայն կա Crisp-ում ու հա կարող է stupidity է, թե չենք հասկանում էլի միջև հիմա, ոնց որ դա ճիշտ է թե չէ, բայց մեկը մյուսին փրկել է, էլի այսպես ասած, հիմա ասենք որ չլներ երևի չենք էլ լինի, ու 3-ն էլ հիմա ահռելի մեծ պոտենցիալ ունեն, հա, ու ոնց որ հիմա եթե մենք տենց չլնեինք, արդյոք ասածը ոնց որ 100% ճիշտ կներ, պետք է մի բան անել, որտեղ, բայց հիմա տենց բան ենք ստեղծել, capability ենք ստեղծել բիզնեսում, որ կարանք 3 հատ բան scale անենք ու տենց ենք սարքել։ Հիմա ֆիրման այդպեսին է, 3 գլխով sense ֆիրմա է, մի հատ։ Թե իրականում տես չի։ Երկու գլխով ուսած կողքից պուճուր։ Գնով սկսել աճել ես վերջերս, դա SDK-ն է։ Բայց այդ ոնց որ ֆիրմաները շատ ավելի ուշ stage-ում են գալիս դրան, ու հետո ոնց որ այդ երկրորդ գլուխը, այսպես երկրորդ product-ը, օրինակ նույն Twilio-ն որ վերցնենք, եկա ահռելի ֆիրմա է, բայց մենակ հələ որ մեկում է շատ successful եղել, էլի մի գլուխն է շատ successful, այդ իրանց call API-ն է, հա, call-եր դնելու, SMS դնելու API-ն է, ուրիշ բաներում չեն կարողանում։ Որ այդ դժվար է երկրորդ բանը, հիմա կարող մեր մոտ էլ չի ստացվելու, հիմա հարցեր չի, բայց մի օր պետք է անես դա։ Նո, ամեն դեպքում լավ, ասածս այն է, որ ամեն ֆիրմա իր ճակատագիրն ունի, էլի։ Հա, որ տարբերությունները ինձ թվում է գալիս է ֆաունդերներից նաև ինչ որտեղ էլի, ամեն ֆաունդեր ոնց որ մի ձև է ինքը, ոնց որ որտեվ it-ogum company cycle-ը ինչա չէ, ֆաունդերները ինչ որ մի բանի ոնց որ գորգալը ոնց է կատարվում, ոնց է լինում, դրանից այդքան է գոհ չեն, մտածում են մենք կարանք գնանք փոխենք ու ամեն մեկի mindset-ը մեկը մի քիչ ավելի սովոր է, օրինակ շատ կոմպլեքս բաներ ու շատ բաներով անել ու լավ է ստացվում, մեկը շատ sense կարող է լավ լինի, երբ որ sense շատ strict focus տա, սովորաբար sense company-ներն են ինչ որտեղ այդ balance-ին են գալի, նույն ագրեսիվության ու ոչ ագրեսիվության հարցում էլի, մարդկա ոնց որ կարող է ինքը խայսաթով շատ ագրեսիվ է ու մարդիկ կան ոնց որ pre-revenue կարող են լավ spend անեն ու մեծանան, մարդիկ կան ոնց որ չեն կարող, իրանց պետքա շատ lean լինես, դու հասկանաս ոնց որ ամեն revenue ոնց է գալի եւ այլն գնաս։ Ոնց հետաքրքիր է, դա համար ամեն փաթը տարբեր է։ Բադը ոնց է, Ելիսեն։ Ես կասեի ավելի այն կողմն եմ, որ շատ բան անես, ինձ դժվար է նո ասելը, ահագին փորձում եմ balance անեմ այդ Վարդանի հետ co-founder-ը, դա հագին ոնց է balance ենք այդ մասը անում, բայց նաև ես sense chaos-ում complexity մեջ շատ լավ եմ strive անում, ոնց որ ինձ կարաս sense իմ սարքանք Pixar-ում ոնց որ վալուն է եղել էլի, ինձ կարաս գցես sense 8000 հոգու մեջ մի հատ շատ խառը բանի մեջ, որ ambiguity է, ես սարք կազմակերպեմ process-ներով հասկանամ այդ սարքը ոնց է աշխատում ու ոնց է կարելի մի նպատակի բերել, այդ միշտին ոնց որ super power-ն է եղել բարդ բաների մեջ կարողանալ navigate լինելը ու ոնց որ լիքը մարդիկ եղել են ավելի փորձով եւ այլն կողքս որ ոնց որ այտենց չեն եղել իրանց մոտ ոնց որ chaos-ի ու ambiguity մեջ դժվար է աշխատել իրանց պետք է sense շատ clarity շատ հստակ շատ բարձ հասկանան որպեսզի կարողանան այդ ուղղությամբ գնան էլի Իսկ այդ ստարտափի վրա ոնց է արտացոլվում այսինքն ոնց որ մեծ ֆիրմայում հասկանալի է, էլի դա ոնց է, բայց ստարտափում ոնց է արտացոլվում։ Միշտ է, չէ՞, այնտեղ chaos ու ambiguity։ Ստարտափում էլ լա տենց մանավանդ որ մարքեթներն են շուտ-շուտ փոխվում։ Հիմա օրինակ մի հատ սիտուացիա մեջ ենք որ ամեն ինչ փոխվում է, մանավանդ մեր space-ում, content creation-ում, ոնց որ իմ մոտ ստացվում է մի քիչ future-ում ապրել, փորձել բաներ անել, որ այս պահին вообще make sense չի, բայց երբ որ ոնց որ գալիս այն պահը որ պետք է սկսի make sense անել, make sense անում, որ so far ուր եկել ենք տենց ենք եկել, ինչ որտեղ սկսել ենք, ոնց որ ոչ մեկ չի հասկացել ինչի ոնց, հետո կարող է մի քիչ leg-ով, մի տարի հետո մենք ասենք այ դրա համար էր ոնց որ
ու դա էլ է քաոսի մեջ ինչա կատարվում, ինչա տեղի ունենում, ասես հասկանաս, օքեյ, որտե դու կարաս լինես, ճիշտ է, հիմա մի քիչ դժվար է պատկերացնել, բայց ոնց են այդ building block-երը կապնում իրար, վերջում ինչ որ բան դառնում, ինձ թվում է մենք այդ Ինձ շատ հետաքրքիր է, այլ այդ ձեր բիզնեսը podcasting-ը։ Հիմա ասենք podcasting-ը շատ մեծացավ, չէ՞, տենց բնական թվերը չգիտեմ, բայց շատ մեծացել է, ու ձեր vision-ը հենց այդ է, որ նույն այդ էր ամեն դեպքում, որ podcasting-ի տենց սուպեր պլատֆորմ լինի, որը ամեն ինչ կարաս անես, համ production-ից մինչև promotion կարաս անես։ Բայց մյուս կողմից AI-ն է տենց ինչ որ զարգանում, AI generated content-ն է զարգանում։ Այդ ոնց է ազդում ձեր հիշում եմ ժամանակին ասում էի որ մեզ AI-ը այդքան հետաքրքիր չի մենք human-ների մարդկանց ոնց որ podcast-ների համարենք այդ փոխվել է այդ մտածելակերպը ոնց է փոխվել vision-ը մենք вообще որ սկսել էինք մեր vision-ը շատ ավելի narrow down էր հերիք չի podcast մի հատ է մենակ օդիո ոնց որ սկսել էինք ու երբ որ սկսեցինք ինչ որ բայ մտածելով վիդեո պետք է անենք այդ ինչից սկսեց որտեղ սկսեցինք տենալ որ YouTube-ը կոնկրետ push անում վիդեո podcasting-ը, այսինքն վերցնում է իր մոտի content-ը, tag անում որպես podcast-ներ, ահա որ invest անում որ էպիզոդիկ content սկսեն մարդիկ սարքել, ու մենք հստակ տեսանք որ ոնց որ վիդեոն դառնում է ավելի մեծ, ու իրական ամենամեծ podcast-ի host-ը դառնում է YouTube-ը, ոչ թե Spotify-ը, մենք չէ հիմա վիդեո ենք ոնց որ գցում ու YouTube-ն է մեր ամենամեծ channel-ը, հասկացանք որ առանց վիդեո անհնար է, ինչ էլ անենք, եթե podcasting-ում ենք, ոնց որ պետք է վիդեո անենք նույնը սկսեց ոնց որ հիմա շատ early է ասել, բայց նույնը սկսեց ոնց որ մենք չենք պատկերացնում որ մի օր մարդիկ podcast են generate անելու, ինչ որ մարդիկ լսելու են իրականում, որտեղ դա authenticity չկա, բայց սկսեցինք տենալ որ չէ, իրականում արդեն տենց բաներ էլ լինում, ու մի հատ ուրիշ բան որ մենք հասկացել ենք, որ ոնց որ podcast-ը տենց symbioze է long form content-ի հետ լինում այսինքն ինչը մենք այսօր podcast ենք ասում, լիքը մարդ կա, այդպես content են սարքում, որը երկար է, անունը podcast չի, բայց ինչ որ cadence-ով, ոնց որ գցում են YouTube content-ը, կամ ինչ որ educational content-ը, եւ այլն, ու մարդիկ, ոնց որ մենք մեզնից չենք ունեն, մարդիկ մեր product-ով այդ սարքում են, որտեղ Canvas-ը product-ի, այդպես նույն բանն է, էլի, էական չի իրական podcast-ը սարքում, թե երկար YouTube վիդեո սարքում, որի մեջ ինչ որ product-ից ես խոսում, ոնց որ workflow-ն բավականին նույնն է ու եթե օրինակ նայենք Canva-ին, Canva-ն ոնց է, չենք մի հատ Canvas-ը տալիս է image editing-ին, presentation սարքելուն, հիմա սկսել է նույնիսկ website սարքելուն տալ, ու սենց որ նայում ես, ոնց որ այդ մարդկանց տեսանկյունից է, այդ Canvas-ը գնալով փոխվում է, դառնում է ավելի հեշտ, այսինքն դու կարաս կոպտես prompt-ով այդ ամեն ինչ, ոնց որ սա գալիս է մի հատ Canvas-ի էլի, ոնց որ մի հատ ձևով դու կարաս ինչ որ բաներ անես, մենք ուղղություն ենք ընտրել ոնց որ conversational ու informational content, որը երկար է, ու ոնց որ դրա building block-երն ենք սարքում, որ վերջում գա կպնի մի հատ Canvas դառնա։ Ու հիմա ամենամեծ sense question mark-ը, որ ոնց ենք այդ անում, եթե մենք podcasting-ի space-ում ենք, ու այդ մեր համար էլ է ոնց որ concerning, դրա համար ինչ մտքեր ասես չկա էլի, մի օր rebrand անել, փորձել լրիվ shift լինել, change լինել եւ այլն, որը շատ challenging conversation-ներ են էլի internal Մեկ այդ պահը լավ չեմ բանում, ոնց որ եթե podcast-ինգը մեծ է, այսինքն podcast-ին չէ, որ մարդիկ գալ, մի քանի հոգի, չէ, մեկից ավել մարդ գալիս ու խոսում է ինչ-որ թեմայի շուրջ, որ եթե բավականին մեծ մարքետ է, ինչու՞ չեք կենտրոնանում հենց դրա վրա էլի, ոնց որ խիա պետք է long form content այդքան մեծ չի, իրական Շատ մեծ է, չեն կարող GTM-ը լավ անել, մեր նման շատ դժվար է GTM-ը լավ անելը ու ավելի հեշտ է ինչ-որ նոր բան սարքել, տենց revenue expand անել, քան թե եղածը տենց նել անել, շատ բարդ է, ասենք թե GTM-ը շատ լավ անել։ Չէ, իրականում այդքան մեծ չի ջան։ Հեսա ասեմ ինչի մեծ չի, որտեվ տենց ոնց որ մի բան շատ արագ աճում էր մարքետը, այդ ոնց որ COVID-ի 2020 եւ այլն 2021, որ տենց 500,000 official podcast-ից հասավ 4 միլիոն, շատ արագ էր էլի, մի միլիոնից ավել ոնց որ այդ է իրանում։ Հիմա ոնց որ տենց 4-5 միլիոն մարդի վրա կանգնած է, որտեղ ֆիլտր են անում էլի, բրծնում են մարդիկ անել, անընդհատ թիվը ոնց որ նույնն է, ոնց որ անընդհատ նոր podcast-ներ են գալիս, իտոգում թիվը, որոնք տենց փող են տալի ու successful նույնն է մնում։ Բայց էպիզոդների քանակը չի մեծանում անընդհատ, թե դա էլ է նույնը մնում։
այդ եղածի մեջ մեծանում է, եղածի մեջ որոնք ոնց որ փրկվում են, հա փոխվում են, դե ոնց որ մեծ կտորը հա փոխվում է, ինչ որ ֆիքս տոկոս կա, որ իրանց մոտ էպիզոդները անդադ շատանում են, բայց այդտեղ ոնց որ եթե նայես ոնց որ այդ մարքետի չափը, մարդկանց քանակը, որ իրար կան ու խաղացողների քանակը, ոնց որ շատ դժվար է ոնց որ գնալ ու սաղ գրավել, էլի այդքան մեծ չէ, էլի, բայց երբ որ նայում ես օրինակ long form ու conversational ընդհանուր informational content-ի տամը, ինքը շատ ավելի մեծ է, էլի, համեմատելու չի ընդհանրապես, էլի։ Բայց ասիկ podcast-ը ինչքան մեծ է արդ։ Այդ 5 միլիոն ինչքան revenue է, դոլարով ոնց որ։ Դե 5 միլիոնից պատկերացրու 4 ու քանիսը individual տենց solopreneur creator-ներ են, ոնց որ իրանց ACV-ն ասենք չեմ $100 է, էլի, ոնց որ տարեկան, ցած շատ generic եմ էլի ասում, որ աուդիտորիան բան չանի, ու պետք է սաղին ոնց որ գրավես, էլի։ Ինչը ոնց որ մեր vision-ը հենց ի սկզբանե էր, որ ոնց որ շատ ավելի շատ մարդ է podcast անելու, շատ ավելի շատ մարդը long form video content սարքելու, ու դա առնում է իրականություն, էլի։ Համը միլիարդ կլինի, չէ՞։ Հա, դոլարով։ Բայց $1 միլիարդի մեջ հələ n%-ը չեք հասել, էլի։ Քիչ եք գնում ոնց որ այդ n%-ը հասնեք, հետո նոր հասնեք, էլի։ բայց ով ասես չենք գնում, ոնց որ գնում ենք, պրոստը canvas-ը հենց ենք սարքում, որ մի քիչ horizontal ավելի դառնա։ Հիմա ոնց որ ասես կոպիտ ասես Canva-ին ասես բալախի սախ social media marketing-ը չեք գրավը, այդտեղ դա տրամաբանություն կա, ոնց որ technology wise նույն Canvas-ն է ոնց որ այսինքն ինչի չան, ոնց որ ավելի շատ հարց են չի մենք կարում ենք թե չէ, ինչի չանելն է հարցը, էլի, որտեղ Canvas-ը եթե նույնն է, use case-ը համարյա նույնն է, նույն long form content, պրոստը մեկը podcast-ա, մեկը ոնց որ podcast չի։ GTM-ն է տարբեր, չէ՞։ Պետք է SEO-ն տարբեր անես, sales-ը տարբեր։ Դա անունն է տարբեր։ Դա անունն է ասում podcast-ը։ Ոնց որ այդ դրա համար ես ասում հիմա պետք է rebrand անեք, այլն։ Ոնց որ ամեն ինչ տարբեր է, էլի իրականում։ Ասենք շատ նման է, էլի, ասենք մեր որտես Canvas-ով նայես, մեր app-ն էլ է տենց ոնց որ բան, adın ասում են նույն app-ն է, էլի, meeting assistant անես, դե call center-ների համար սարքես, ամեն ինչ տարբեր է, էլի, ոնց որ դրա համար ստիպված թիմն էլ է մեր մոտ հիմա տարբեր, երկու թիմ է մեր մոտ, էլի, ոնց որ մեկը call center, երկու business, դրա համար ասենք Canvas-ը կան բարձր app-եր, օրինակ Canva-ն ոնց որ տենց ուրիշ ձև, հասկանում եմ, ամեն մեկը նույն ձև չի էլի, բայց եթե ոնց որ Canva-ի ձևով ես նայում, ոնց որ հասկանալի է, բայց այնտեղ դա պրոստը նյուանս կա content creation-ում մի քիչ, որտեվ ոնց որ կոպիտ ասած նույն content սարքողները, նույն podcast անողների մեծամասնությունը դաժե որ մենք ունենք, մի content չի անում։ Ոնց որ իրանք մեր մոտ գալի request են անում, ասում են ISL որ ունենակ, ոնց որ այս tool-երը կհան իմաստ չունի ինձ, ոնց որ 90%-ը ձեր մոտ եմ անում, ոնց որ մնում է այս ինչ X քայլեր անեմ, որ այդտեղ ունենակ, ոնց որ կգամ ձեր մոտ, այդտեղ ինքը creative product-ա ու դու ոնց որ մի քանի content-ի տեսակ ունես, ոնց որ այդ ամենը, ինքը sense ինքը բան transition չի էլի։ Հետաքրքիր բան ասեմ, ուրեմն Discord-ին էի հանդիպել, Discord-ի ժողովրդին այս Discord-ը դա gaming-ում էր սկսել ու շատ մեծացավ ինքը gaming-ում, մենակ բայց gaming focused էր, այսինքն իր user-ը այն մարդն է, որ խաղ է խաղում ու դա շատ ուրիշ մարդ է, էլի ինքը իր ցանկություններով եւ այլն habit-ներով։ Հետո այս COVID-ի ժամանակ որ շատ արագ աճեցին, տենց լիքը մարդ տենց game էր խաղում, ասեցին դե մենք հիմա գնալու ենք all consumer այսինքն փոխելու ենք gaming-ից, մենք ոնց որ ավելի մեծ ենք, տենց ոնց որ դա նույնն է, տենց երբ նույն ձև էին մտածում Canvas, բան, մեր պես էլի ոնց որ ձեր պես Canvas-ը նույնն է, դա chat-ը, վիդեոյը ասախ ու գնացին ահա որ fail արեցին այդ all consumer case-ը, չկարացան ուղղակի, այսինքն պետքա գնային Facebook բաներով իրանց հետ Meta-ի բանի հետ, Telegram իրանց հետ մրցային, հիմա տենց լրիվ scale back արեցին դեպի gaming ու էլի շարունակում են աճել շատ ուժեղ ու ասում են չէ մենք մենակ gaming-ի մասին ենք բայց էլի մի հատ նյուանս ասեմ էլի որտեղ մենք էլ ենք ոնց որ մենակ gaming-ի մասին ստել դա ոնց որ նույնն ոնց որ Discord-ը ասի մենք սկսում ենք arcade խաղերից մենակ ու հետո բանը չենք ուզում ավելացնենք ասենք չգիտեմ
RPG-ին չենք ուզում ավելացնենք, թող մեր մոտ chat չանեն, ոնց որ մենք ոնց որ սկսել ենք content-ի մի տեսակից, բայց հիմա չենք ասում ոնց որ ուրիշ content չեք կարա սարքեք էլ։ User-ն ու buyer-ը նույնն է ձեր մոտ։ Այսինքն նույն buyer-ն է, ուրիշ բան եք տալիս նաև, ուրիշ tool եք իրանց տալիս, թե buyer-ը փոխվում է։ Ոնց որ մեր ICP-ն content creator-ն է, content-ի մի քանի տեսակ կա, ոնց որ concrete long form-ի մասով իրանք շատ իրար նման են, informational conversation-ը, ոնց որ այտենց մեծ չի տարբերություն, ինքը ոնց որ նույն content, ոնց որ որ դասում ես gaming, չէ՞, gaming-ում ոնց որ միլիոնատ vertical 1000 տեսակի խաղ կա, չէ՞, բայց որ դու chat-ի interface ես սարքում, դու չես ասում, ես ուզում եմ մենակ indie խաղեր խաղացողների մոտ chat անեն։ Ոնց որ պատկերացրու podcast-ը դի informational content-ի տեսակ է, բայց այդ content-ների տեսակները շատ են, նույն ձև մարդիկ այն jump անեն on a call, educational բանից խոսան ու որպես podcast stream չանեն դա։ Ոնց որ ուղղակի edit անեն, post անեն, ինքը ընդհանրապես ոնց որ չի տարբերվում։ Տարբերվում է շատ կոնկրետ, ասենք podcast-ում մի քանի հոգի են գալի խոսում, այնտեղ ոնց որ մի հոգի offline։ Չէ, մեծ մասը still solo են podcast-ների ահագին մասը։ Մի հոգի է խոսում։ Նա disclaimer անեմ, էլի։ Ոնց որ մենք ենք այդ նույն բանը անում, ինչ որ դու ես անում, այսինքն ինձ ասում ենք դե ասենք չգիտեմ, meeting assistant-ի scope-ը կարող է այսքան լինել, կարող մենակ sales-ի համար լինել, ու ինքը 10 միլիարդ տոնոց կամպանիա կարող է լինել, ոնց որ ասենք Gong-ն է, ու մենք ասում ենք չենք horizontal մեծ բան ենք սարքում, ու ահա սարքում ենք, ու էներգիայի շատ մեծ մասը սարքելու վրա է գնում։ Մենք competitor ունենք, որ accent-ի մասով է competitor, մենակ եթե հին անում, ասենք call center-ի մեջ, ուտեկան մեծ տվին անցան։ Երևի ֆինանս ֆոկուսի պատճառը, ուրիշ պատճառներով է այդտեղ դնելու եւ նաև տեխնոլոգիան ոնց որ բան է, իրանց ավելի առաջ է։ տարբեր պատճառներով։ Նաև բիզնեսները ավելի լավ ուտեն շահունակ։ Բայց ասած այնա որ հիմա ասենք ցանկացած բան ոլորտում էլ, ասենք հիմա podcast-ի վրա օրինակը բերենք կամ CRISP-ի վրա օրինակը բերենք, կարելի է revenue-ն հասնել, ասենք 3 տարվա ընթացքում 50 միլիոն, եթե շատ լավ GTM ես անում, էլի։ Ու մենակ այդ եղած փոքր բանը վեսամ լավացնում ես ու playbook-ը Silicon Valley-ի է եղել historical էլի որ մի հատ բան վեկալես 0-ից 100 միլիոն շատ լավ անես հետո երկրորդ բաշունչը բացը բայց հիմա քանի որ Asian-ը նաև development-ը հաճախ որպես founder-ներ ասում ենք այս bet-ն է անենք ու դա justification-ներ ենք վերում ասում ենք դա մոտիկ բաներ է Rails ենք անում տեխնոլոգիան ու Canvas-ն ու պլատֆորման ու գնում անում ենք էլի Աստղը շատ sense ոնց որ հիմա sense կարանք լիքը detail-ների մեջ ընկնենք բայց քանի որ մեր բիզնեսը ավելի շատ consumer first է, մի քիչ ինքը շատ կախված է տենց successive S-curve-երից, էլի, տենց միանշան, ոնց որ B2B-ում մի քիչ ուրիշ ձև է, էլի, repeatable growth model-ը ստանալը, ու տենց ոնց որ իրոք GTM-ը տենց nail անելը ու scalable model ստանալը, ոնց որ ամենաիդեալական բանն է։ Ոնց որ consumer-ի մեջ մանավանդ creative software-ում, ոնց որ հենց վաղը մեկը կարա մի հատ feature հանի, մենք էլ relevant չլինենք։ Ոնց որ creation-ի տեսանկյունից էլի content creation-ի տեսանկյունից ասենք օրինակ notebook LM-ի նման չէ հա օրինակ notebook LM-ը հա բանանը մենք irrelevant դառնանք դրա համար մենք ոնց որ տենց innovation business-ի մեջ ենք էլի copy ասած մենք ոնց որ sense your successive S curve-երով ենք աճում ոչ թե տենց շատ repeatable growth model-ով որ այսքան sales կավելացնենք այս target-ի վրա ոնց որ կծախենք բավականին ոնց որ ուրիշ բիզնես է։ Իրականում ես իդեալականը ես եք ուզեի ոնց որ լինեի տենց ավելի ոնց որ repeatable ու ոնց որ B2B մեջ ճիշտ է սա ուզում են ինչ որ չում են, բայց ոնց որ ատա ես լավ ընդունում եմ ոնց որ այս սա ինչ ասում եմ consumer tech-ում մանավանդ creative tech-ում creative software-ում դա մի քիչ ուրիշ ձև է էլի այսինքն այդ competition-ը այնքան դինամիկ է փոխվում ամենք մեր recording tool-ը տվեցինք ոնց որ Riverside-ը մի քիչ ուրիշ բան տվեց, որը շատ ավելի այդ պահին լավն էր։ Ոնց որ մեր մոտ growth-ը կանգնեց, մենք ուրիշ մի հատ բան տվեցինք, որ ինքը չունի։ Ոնց որ successive S-curve-ը սկսեց, ու հիմա եթե նայես Riverside-ը, իրանք էլ են AI voice system, հենց շուտ մենակ մենք ենք։ Text to speech description-ը տվե, այսինքն ոնց որ sense ինչ որ ընդհանուր բան կա, որ ով այդ հաջորդ successive curve-ը ոնց որ կվերցնի, կգրավի, իր մոտ ինչ որ բան change կլինի, որտեվ սա creative software-ը so creator-ները տենց move են անում product-ից product, այսինքն innovation-ների, բաների հաշվին, մենք տենց market-ում ենք, էլի դինամիկ, որ պետք է ոնց որ անդադ դու ինչ որ մի բան հասկանաս, որ սա ստանում են, հիմա դու պետք է ոնց որ այս մի բանը կարողանաս
տանես ու տենց բանի մեջ ենք էլի այդ S-curve-երի։ Pixar-ը այդ խնդրեմ ունի, չէ՞։ Որտեղ Pixar-ում էլ ասենք օրը մի հատ նոր է դուս գալի generative AI նոր feature ոնց որ նոր ձևով են նկարերը սարքում։ Բոլորը creative software-ում ոնց որ այդ խնդրեմ ունեն, unless դու enterprise first չես էլի։ Միքային հրավիրենք մի քիչ պատմի challenge-ների մասին, շատ հետաքրքիր է Pixar-ում ոնց է վիճակը, դե вообще երևի գժանոցա չէ, այդ ասենք creative է։ Ամեն շաբաթ նոր է դուս գալի, թազա ֆոտո բան սարքող էլի նոր ձևով կամ վիդեո։ Երիտյան, մի հատ sense որ խոսում ենք սրա մասին, այս նախ շնորհավոր վերջերս այս շաբաթ չէ, ոնց որ թե մի հատ բան թազա text to speech տեխնոլոգիա launch արեցիք։ Մի քիչ կպատմես դրա մասին, ինչու արեցիք, նաև ինչով է տարբերվում շուկայում եւ այլն։ Շատ մեծ բան է ինքը, ոնց որ այդ ոլորտը շատ արագ է զարգանում։ Ահռելի է։ Ունենք ես չէի պատկերացնում, այտենց շուկայա ձևավորվել իր շուրջ, բայց շատ մեծ է էլի ուղղակի։ Այսինքն ոնց ենք ինչ եք փորձում անել դա։ Ես իրեն կհիշեք, թե չէ, սրա մասին խոսացել ենք, երբ որ 11 Labs-ի board deck-ն էինք քննարկում, բանը investment deck-ը, որ raising անում fundraising-ը, մեր initial vision-ը ոնց որ այսօրվա 11 Labs-ն էր, էլի։ Երբ որ մենք սկսում էինք ոնց որ product-ը, մեր առաջի ամենավերսիոնն այդ product-ի ինչ էր, մի հատ extension էր, որ article-ները ոնց որ text-ից speech էր սարքում։ Ու text to speech-ը այդ վաղ Amazon-ի poll-ի վրա ենք դրել, ասում ենք ահա որա։ Մենք պետք է team հավաքենք, մեր մոդելը սարքենք, որը խզարում է իսկական մարդու պես է խոսում։ Ոնց որ team-ը հավաքեցինք, սկսենք աշխատել, բայց շատ դանդաղ էր։ Ոնց որ տևում այդ լավ results ստանալու, լիքը բան չգիտեինք, էլի ոնց մեծ data էր պետք է աշխատես, մոդելը պետք է լավացնես, data-ի խնդիր է, մոդելի խնդիր է, LLM-ները այդ ժամանակ չկային եւ այլն։ Մեր extension-ը sense ահա որ վատ retention ուներ։ Sense քանակներով լիքը մարդ էր գալի, բայց retention-ը ահա որ վատն էր, ու մենք երկու hypothesis ունեինք, կամ ոնց որ մի պատճառը այն է, որ ոնց որ մարդիկ ամեն օրվա տենց use case չունեն անընդհատ որ article convert անեն, ասենք շաբաթը մեկը կարող է պետք գալի ու կամ 1000-ից մեկը պետք գալի։ Երկրորդն է որ text to speech-ը այնքան վատն է, որ ոնց որ դրա համար ձանձրանում են, ոնց որ չեն լսում։ Ու սկսեցինք մարդկանց հետ խոսալ ու այն մարդիկ, որոնք մեր մոտ high retention ունեին, այն մարդիկ էին, ովքեր ոչ թե գալիս են այդ մեր պատկերացրածով, որ սարքեն ու լսեն, այլ որ սարքում են ու ինչ-որ տեղ գցեն, որ ուրիշները լսեն։ Ու սկսենք մարդկանց ասել, ինչ եք անում, սկսին podcast ենք անում եւ այլն, ու հասկացանք, որ դա untapped ոնց որ opportunity կա, էլի product չկա podcast-ի համար, ինչ ասես, մարդիկ օգտագործում են, ոնց որ ինչ ասանն ու գնացինք այդ ուղղությամբ, միջև մեր մոդելը նաև պատրաստ կլինի, still հավատում էինք, որ այդ լավ text to speech-ով մենք կկարողանանք ոնց որ նայց անենք մարդիկ content սարքեն, podcast-ներ սարքեն տարբեր տեսակի, բայց լավով։ Ոսանց չենք հասնում ոնց որ այդ կետին, ու դուս եկավ 11 Labs-ը, որը տենց արդեն հասավ այդ արդյունքով որակով, միանգամից մարդիկ ոնց որ ամենալավ դերներ էլի որ Google-ը չունի, Amazon-ը չունի, Microsoft-ը չունի, իրանց համար ֆոկուս չի, մեկ էլ եկավ 11 Labs-ը, բայց մենք still մոդելը սարքում էինք ու 11 Labs-ի գալը, ու LLM-ների գալը նաև հնարավորություն ստեղծեց հասկանալ ինչն ենք մենք սխալ անում։ Որ ուղղությամբ պետք է ոնց որ կարողանանք train անենք, որ լավ արդյունք ստանանք, ու տենց shift արեցինք, սկսեցինք այդ բանով գնալ, ոնց որ մեր մոտ տենց dream come true նման բաներ։ Ու product-ում միշտ ենք TTS-ը ունեցել ենք, այսինքն usage ունեցել ենք, մարդիկ օգտագործում են, բայց ձենից էին բողոքում եւ այն լիքը usage կար։ Ոնց որ երբ որ հասանք այդ մոդելը պատրաստել, result-ները տեսանք, ահա որ exciting էր, ամենա-exciting-ն էր, որ անverջ ինչքան ուզենք տարբեր vertical-ներ ձեների տեսակներ ենք կարող ստանանք, ասենք movie trailer-ի պես խոսացող, ասենք gaming-ի բանի, ասենց ինչ ուզում ենք, ոնց որ կարող ենք ստանանք ու շատ որակապես լավն էր դառնում։ Ոնց որ ասենք launch անենք ու launch-ի ֆոկուսը լինի ոնց որ breadth-ը voice-երի, որ մենք հազարավոր voice-եր ունենք, ամենը իր interest-ով կարա գտնի, ինձ ավելի prosumer consumer բանով։ Իսկ ոնց է գեներացնում տարբեր voice-եր, ոնց է այդ հազարավոր ձայներ գեներացնում։ Այդ խնդիրը լուծված։ Այդ խնդիրը լուծված է 11 Labs-ը ունի, ոնց որ ինքը ներքին են օգտագործում են, ոնց որ ներսը prompt-երով կարող ես ձայներ generate անես, հələ բացաշի user-ներին, որտեղ մտա նյուանսներ կա, էլի, ոնց է դա generate անում, որ թազա ձայն ստանաս ոնց որ ըստ topic-ի։
այդ ոնց որ մեր pocket know-how մասերից է ու մի հատ է պահ կա, որ մեր համար sense ակնհայտ էր, որ 11 Labs-ը քան որ sense մեծանում է, ինքը abandon անում իր consumer-ին։ Ավելի ուզում է գնա up-market, enterprise, TM, GTM հայերանում եւ այլն։ Իսկ մենք ոնց որ ունենք այդ գենը DNA-ը բանի consumer-ի, ու իրանց still 80% user base-ի consumer-ը։ Просто retention-ը ավելի ցածր, որտեղ դա ոնց որ focus channel-ում գնում են heavily enterprise։ ու ասենք ոնց որ այս լավ opportunity-ը դա գնալ ու մյուսը գինը որ լուբոյ մեկը որ սկսում է monopoly-ը չէ միակն ամեծն ամենալավն է ոնց որ ինքը գինը set անում մենք sense նայեցինք ասենք պես լուբոյ մարքեթում երբ որ գալիս է մի հատ ուրիշը որ նույնքան լավն է ու կարող է accessible ավելի price-ը տա ոնց որ կարող է մեծ մարքեթ գրավի մենք գնացել ենք բավական accessible ենք price-ը տվել որտեղ նաև մեր training-ը inference-ը տենց էժան է հագին նստում այդել ենք դες ստացել իսկ այսքան այդտեղ ոնց որ ձեր մոդելները ավելի փոքր են դրա համար ավելի էժան է ստացվում inference-ը թե ուղղակի իրանք ավելի բարձր գին են դրել երկու բան կա ոնց որ մոդելի հենց աշխատելու ձևը ես ներքին շատ դժվար է դասել 11 Labs-ում ոնց է իրոք թանկ է թե չէ ես կարամ ասեմ մենք ստացել ենք լավ էժան ոնց որ համ inference-ը համ training-ը ու հիմա մեր համար ոնց որ կարանք շատ significantly ցածր գնով ոնց որ տանք ու still margin-ները շատ մեծ լինեն հիմա կամ իրանք անսահման մեծ են դնում կամ իրոք իրանց մոդելն այնց աշխատում որ իրանց համար շատ մեծ ծախս է ու հիմա մենք sense բանի արանքում ենք էլի չենք հասկանում որտեվ օրինակ launch ենք արել մեր vision-ը consumer-ն է դա sense ինչ-որ traction է գալի usage-ը գալի ուրախանում ենք ահա որ inbound-ը սկսել API-ի ապա լավություններ փորձ եմ տալի որը տենց մեր բիզնեսը չի այդ է կհամաձայնվեմ որ դա սկսենք գնալ ոնց որ դա լրիվ ուրիշ ուղղություն է այն միջավայր ինչ խոսում ենք մենք ոնց որ հա նույն քառակուսու մեջ ենք եղել ոնց որ այսինքն նույն creative software-ն է կամ voice over սարքել կամ podcast իրոք նույն canvas-ը եւ այլն այս մի քիչ այստեղ GTM-ը պետք լրիվ ուրիշ է եթե անենք ոնց որ ստեղ չենք կարա ոնց որ մեր հին ձևերով անենք էլի Կարանք partner անենք տվեք ձեր TTS-ը մենք կծախենք Կարանք խոսենք դրանից ես schedule-ը եկո կալենդարը I will follow up with them I will follow up Իրական հետաքրքիր գինը իրոք շատ մեծ թեմա է չեմ հասկանում ոնց կարա text to speech-ի գինը այդքան թանկ լինի որպեսզի sense parts լինի ուրեմն նույն 11 մենակ 11 լավ չէ լիքը կամպանիաներ կան իրականում այլ ասենք Cartesian-ը բավականին լավ աճում մի հատ Rhyme Labs կա որ իրանք են բավական աճում հիմա ու բայց բոլորը նույն գնով են գալիս հիմա այդ երևի նայեցա որ 11 Labs-ն է դրել գինը հետո բայց ասենք լիքը open source-եր էլ կան չգիտեմ ոնց է իրանց այդ compete անելու այդ XTTS2-ն բավական ուժեղ է հիմա ու բայց ընդ պրոստը լիքը feature-ներ ունի էլի 11 Labs-ը ասենք օրինակ այն use case-ը որ մեզ է պետք CRISP-ում չեմ օրինակ լիքը լեզուների support է պետք ձեր մոտ երևի քիչ են չէ՞ չի քանի լեզու ունեք support 4-5 լեզու է սպայն 30-40 չի անում դեպքում էլի open source-եր կան ասենք մինչև 20 լեզու support են անում հիմա բավական արագ են եւ այլն էլի այսինքն բարձր այդտեղ լուրջ competition կա բայց միևնույն ժամանակ նայում ես գինը ասենք բանից speech to text-ից մի 4 անգամ թանկ է ինչքան է open որ ժամը ավելի է ուրեմն ժամը $5-ից է սկսում եթե այտենց prosumer-ում ես գնում աննորմալ թիվ է էլի մի հատ ասենք բայց եթե scale ես անում ոնց որ երիցանը գիտի ոնց որ թե $1.20 է հասնում ոնց որ նորա ասեց բայց $1.20 կգումես բայց դա շատ մեծ scale է գա Որս անգամ թանկ դուրգեն Սանին անգամ թանկ հիմա բանով Vispro տարբերակները deploy եղած GPU-ների վրա տենց batch processing-ով $0.07 ժամը 7 cent-ն speech to text-ը որ սկսում էր էլի ոնց որ տենց էր բավականին թանկ էր per hour $5-6 կարգեր հետո assembly AI-ը եկավ 0.2-ով սկսեց տալ որը տենց դրա շնորհիվ unicorn շատ արագ դառավ որտեղ տենց այդ գնով տվող չկար ու ոնց որ 11 Labs-ում են հասկանում որ այդ commodity-ը դառնում ու հիմա դրա համար տենց տարբեր ուղղություններ փորձում են sense գրավեն ու շուտ գնան քանի ոնց որ չի դառը open source-երի մասով
sense այդ սախ company-ները build չեն անելու ոնց սախ company technology company չեն էլի որ ինչ որ բաներ build անը յանց просто TTS-ա պետք ու product ոնց որ open source-ը product չի սարքում in the end of the day էլի ասենք օրինակ Base 10-ը գիտես տենց cloud company-ա էլի տենց օգտագործում ենք հա Base 10-ը վերցրել է չէ այդ XTTS-ն դրել է որպես service հիմա ծախում է ու բնականաբար scale լինելով այսինքն դու պետք չի տենց այսինքն TTS-ի feature-ներին է էլի ու գնին է build down լինում հա այսինքն այդ ինչ feature-ներ ունի ու գինի ինչքան է ու ոնց որ ուզում ասեմ open source-ի competition-ը շատ ուժեղ անելու էլի ոնց որ ձև չկա դա use case-երն է ուղղակի նաև շատ էլի TTS-ի ոնց որ ամեն մեկը միտը լավ է լինելու այսինքն ամեն մեկը մի մասով ինչ որ ավելի լավ մենք ուզում ենք ոնց որ այդ creative use case-ը ոնց որ շատ լավ լինենք դա հագին նյուանսներ կա որ մնացածը չեն անում օրինակ 11 Labs-ը այս պահին հստակ է որ մի քիչ voice agent-ներով է գնում ավելի շատ է տենում պորտալի push անում որտեղ օրինակ low latency-ն է կարևոր շատ ու ուրիշ բաներ են կարևոր մեր մոտ ոնց որ ուրիշ բաներ են կարևոր բայց ամեն դեպքում Երես ենք տարբերակ կա որ բանը լինի մեծ մոդել սարքի OpenAI կամ XAI կամ Anthropic-ը ու տենց ամեն ինչ միանգամից լինի էլի ոնց որ foundational text to speech ու շատ էժան ամեն ինչ հնարավոր է ոնց որ կարանսար creative Հետո ամենը 5 տարի առաջ sense future click մոդելիկներ կային text to text ասենք BERT MERT ես հարած կար հիմա բոլորը չեմ հիշում հետո եկավ GPT-ն ու տենց просто իրենք այդ գոյություն չունեն էլի մենակ տենց narrow use case-երի վրա են մնացել ինձ շատ են հարցնում մեր մոտ բայց չես վախում այս open source-ից բայց չես վախում էսա գալի բայց ոնց է կանում բան ես սկսել եմ նույն բանը պատասխանել որ վախենայի startup չի սկսի ոնց պետք է անենք ինչ կար ունի վախենալը թե չէ մեկայի տոնում գտնում ենք ոնց ինչն է մեր ուղղությունը մենք ինչով կարանք ոնց հարավայցին ունենք բայց հափոխվում է technology-ն էլի լավ Ժորժան առաջարկում եմ փոխենք թեման բայց շատ հետաքրքիր նոր շնորհավոր երեցան ինձ թվում է մերսի միշտ էլ ոնց որ եթե լավ բան ունես ոնց որ ագրեսիվությունը լավ է հիմա այս շրջանում էլի ոնց որ որտեվ ոչ մեկ չգիտի ինչ անելու opportunity-ները մեծ են ու այդ TTS-ում էլ բավականին մեծանում է աշխարհը բայց ամեն դեպքում առաջարկում փոխենք թեման արտուզում էր գրոկ 3-ից չէ մի քիչ խոսայր ոնց որ ես չեմ օգտագործել ես տենց դինոզավր եմ տենց հարցերում բայց ոնց որ դու լավ ֆան ես ունեցել այդ վերջնա ոնց որ այս OpenAI-ն ու Anthropic-ը 3 տարի ասում են 6 տարի ասում են AI safety պետքա ոնց որ short layer-ներ դնես որ ինֆորմացիան ճիշտ ձևով մշակվի LLM-ին հասնելուց առաջ ասենք մի քանի օրինակ բերեմ օրինակ եթե ուզում ես AI girlfriend կամ boyfriend ունենաս դա OpenAI չի թողում կամ ասենք եթե ուզում ես հարյուրանքներով խոսես միանգամից բլոկում է կամ եթե ուզում ես բանից բժշկական հարցեր տաս ասում են չէ ես բժիշկ չեմ տուն շարունակ հենց իրենն այդ մոդելը հանել ու նաև voice mode-ը հանել որ ընդհանուր ես ասենք տեսակը պրոստը voice mode-ի կարած դնես օրինակի համար հարյուրանքներով խոսա դա ամենավերջի հարյուրանքներով խոսում է ոնց որ հետո ասում ես ուզում եմ էրոտիկայից խոսած անցնում է էրոտիկայից հետո խոսում լյուբոյ բան ոչ մի սահմանափակում չկա ընդհանրապես էլի ու այդ դելա consumer app-ի մեջ հələ որ մենակ iOS-ի համար է հասանելի դες viral գնաց հիմա դարել է App Store-ի երկրորդ app-ը ChatGPT-ից հետո productivity category-ը որտեղ թիմը անցնելու է պլյուս շատ արագ է պլյուս սաղ feature-ները ունի այսինքն deep research-ն է արդեն անում reasoning-ն է կարող անի It's թվում հիմա Elon-ը ինչ ուզի կարա անի Ես ոչ մեկ իրան չի ասի ապում այս policy-ն չունես կարծես սա financing-ը կկտրեմ հանգստացի այս սենատոր ինչ ես խոսում Սա էսեփին ժողովուրդ 3 տարի է Sam Altman-ն ու այդ ինչ է OpenAI CEO-ն սաղոր է տես խոսում դες թիմեր ունեն խորանում են layer-ներ են դնում բլոկ են անում բան բայց իրենը publish-անը մի հատ է որ ոչ մի սահմանափակում չունի ինչ ուզում ես հետո խոսեն ինչ ուզում ես արել բռնած ջուրը գցած էլի բայց consumer-ում երևի չէ բայց ասենք enterprise-ում տենց չի էլի օրինակ OpenAI չգիտեմ Anthropic-ի ֆոկուսը հստակ երևում է որ enterprise-ն է enterprise use case-ն է
Ունդեղ safety-ն կարևոր է, regulation-ը կարևոր է, compliance-ը կարևոր է, ու ինձ թվում է ճիշտ են անում, որովհետև լիքը invest են անում իրանք, ու շատ զգուշ են, ու իրանք տենց էլ position են անում։ Չէ՞, բայց ասենք գրոկը չես դնի էլի enterprise use case-ում տենց քֆուրներով customer-ները։ Դե դա դու ես որոշում։ Այդ ինքնես չէ որ default-ով տենց է, դու ես մոդը ընտրում։ Դաժե consumer-ում ասում ես ուզում եմ 10+ եմ, ուզում եմ 100 մոդը, այդ է հետ խոսում էլի։ Բայց ամենակայել բանը որ դա դզել է, մի հատ մոդ ունի կոչվում է conspiracy theory, դες միացնում ես օրինակ շատ հավեսնա ասում ես օրինակ հայրը չէ աշխարհը ղեկավարում ասում է հայերք ասում է հայերը ամենտեղ մտածեն Հոլիվուդում, Սենատում դες կազմակերպված են բան ու ասում բավա է ղեկավարում ասում է system of a down-ում մի հատ ստեղակա անոնց Սերժտանկյանը ստաղ իրա ձեռի գործն է կազմակերպելու ու ամենտեղ հայերը մտածում ու դիքը արգումենտը շատ հավեսնա amazing գործ են արել ոնց վայրալիթի տեսանկյունից կարող consumer-ում լուրջ challenge է OpenAI-ի համար որտեղ դրանով ոնց որ ինչքան հասկացել էի Anthropic-ը գնում է enterprise OpenAI-ը գնում է consumer ավելի շատ բայց հիմա consumer-ում այդ ձևի մրցակից ունեն որ առանց համարափակումների բեսան aggressive ու արագ ու լիքը հավես feature-ներով մտել է Ինձ թվում է OpenAI SMB-ա ավելի շատ prosumer ու SMB-ա Grok-ը լրիվ consumer-ա Anthropic-ն էլ enterprise-ա այսինքն լավ դիրքավորվում են էլի ասենք շատ դժվար կլինի թվում է Grok-ին գալ SMB չնայած ունոց բակի ասենք Elon-ը տենց Musk-ի տենց company-ներ չունի էլի որ SMB գնան չէ տենց միշտ շատ consumer է էլի ինքը մտածում ու բացի SpaceX-ից ու Tesla-ից չէ Tesla-ն consumer է SpaceX-ից բացի SpaceX-ից ոնց ասենք սա consumer է իր մոտ Ինձ թվում է space company սարքողի համար տենց դժվար չի լինի հասկանալ ոնց enterprise գնա եթե ուզի հարցը դա լի ոնց որ շատ մեծ է consumer-ը եթե դու բան ես անում եթե կարող ես էլի այդտեղ լինես ոնց որ Meta-ն ավելի շատ իր բանը լինելու competitor-ը այդտեղ ինձ թվում է սապով այս virality-ով ուզում են շուտ շատ մասսայի հասնեն որտեղ էտել է data ամեն դեպքում էլի ամեն ինչ ոնց որ ինչքան շուտ է շատ մարդկանց ձեռը հայտնվում, այդքան ավելի դրական է լինում, էլի։ Ոնց որ ինձ լավ ձևենք թե։ Այդ արդեն բան եմ եղել, վերջի, ասեք ես ChatGPT-ին օրական երևի 30 անգամ օգտագործում էի iOS-ի app-ը։ Վերջի 3 օրը Grok-ի եմ անցել, որպես շատ ավելի հատկապես այդ voice mode-ը շատ ավելի հաճելի է Grok-ի հետ խոսելը, քան թե ChatGPT-ի հետ խոսելը։ Okay, Ժորժան, ինձ թվում է թույն խոսակցություններ, մերսի, մինչ հաջորդ հանդիպում։ Հաջորդ